Տիկին Հակոբյան, այսօր ամփոփում եք ձեր քարոզարշավը, ինչ տպավորություններ ունեք, ինչպես են ժողովուրդը ձեզ ընդունում եւ նաեւ նկատում ենք, որ հաճախ միջադեպերը ձեզ հետ տեղի ունենում, կխնդրեմ դուք ներկայացնեք։ Հաճախ միջադեպերը տեսնում եք, որովհետեւ միակ ուժն ենք, որ ուղիղ եթերում 24 ժամ կարելի ասել ձեր մի հատ ես ձեր հարցերին պատասխանեմ, եթե կարելի է։ Մենք ուղիղ եթերում չենք, երբ որ հանգստանում ենք, իսկ մեր քարոզարշավը ամբողջությամբ ուղիղ եթերում է, իսկ տպավորությունները հրաշալի, տեսնում ենք լայն աջակցություն եւ շատ իրատեսական է, որ մեր նշաձողը սահմանած, իսկ այն սահմանադրական մեծամասնությունն է մենք կստանանք ընդամենը ժամեր անց։ Եվ ձեր հիմնական մրցակիցը այս պահին հանդիսանում է Ուժեղ Հայաստանը, մեծ մրցակից չի, Ուժեղ Հայաստանը ընդդիմությանն է մրցակից։ Հանրապետություն կուսակցությունը այսօր ԿՀ ներկայացրել որպեսզի չեմ հասցրել։ Սա եղավ, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի կարելի է ասել ուղղակի հորդորով երեք բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այսպես ուղղորդեց։ Պետք չի մանիպուլացնել, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասաց, իսկ դուք ինչու չեք ինքները դիմում, Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը արդենից դիմել է, բայց ոչ գրավոր։ Այսինքն ես մնացածը չգիտեմ, դա էլ ուղիղ եթերում էր։ Հիմա դուք ինչ սպասելիքներ ունեք Ուժեղ Հայաստանին կթողնեն մասնակցել։ Ես անձամբ կուզեմ մենք Ուժեղ Հայաստանին ծեծելով կրենք, այսինքն հաղթենք իրենց ծեծելով, ծեծելը չակերտավոր, ոչ թե նրանք պայքարից ուղղակի դուրս մնան։ Որպես ես քաղաքական ուժի ներկայացուցիչ ուզում եմ հաղթել նրանց, որովհետև դա շատ իրատեսական է։ Ինչու են չեզոքացում Ուժեղ Հայաստանի նախընտրական շտաբերի ղեկավարները, կազմակերպիչները, բոլոր կոռուպցիոներները, որոնք այս կամ այլ կերպ ներգրաված են որևէ կոռուպցիոն սխեմայում, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դուք զայնագրությունը լսել եք, տեսնում եք, որ իրար փող են խոստանում։ Նոր էլ այդ Ուժեղ Հայաստանի հերոս, հա, Վարդանիկը այսօր տեսանք, որ զայնագրություն հրապարակվեց, ինչպես էր տարբեր անձանց հետ փորձում բռնի զավթել իշխանությունը եւ ասում էր, որ ինքը ռուսի հպատակ է եւ կանի այն ինչ որ իրեն ասեմ Ռուսաստանից։ Դա ինչ քաղաքական նպատակահարմարության մասին։ Մենք տեսանք Մարսիսում, որ այդպես ներկայացրեցին, որ ԿՊ-ի աջակիցը։ Մի րոպե, դուք լրատվամիջոցի ներկայացուցիչ եք։ Դուք եկել ասում եք ԿՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել։ Դուք բանի պաշտոնական հաղորդագրություն կարդացել եք։ ԿՊ-ի աջակցի հետ կապ չունեցող միջադեպ է։ Հետո ես եթե միջադեպ ա եղել, կուսակցության անդամները պնդում են, որ ԿՊ-ի աջակից է։ Իրենք շատ բան կարող են պնդել։ Տեսնում եք, այս օրերին ինչեր են պնդում։ Ես տեսա հաղորդագրությունը, ինքս էլ տենց վերնագրեր տեսնելով ապատեղեկատվություն եւ ակնհայտ սուտ անհանգստացա, հետո տեսա նաև ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը, ըստ որի ուզել եմ բուկլետ տան չի վերցրել, վիճաբանություն ա եղել եւ կռվի ընթացքում փորձել է այդտեղից փախնել ու ինչ որ մեկին է կպել մեքենան։ Իսկ նախաքննությունը թող պարզի ինչի համար դատապարտելի է։ Ցանկացած բռնություն, ցանկացած դրսևորում ինձ համար դատապարտելի է։